Մեզ ինչպիսի ղեկավար է պետք։ Ուժեղ կառավարություն։ Մեր երկրում ամենալավ խաղաղ որ պիտի ելնենք, մենք լավ ապրենք, լինի ինքը հայ։ Սա Սամվել Կարապետյանն է։ Միանգամից ուզում եք պատասխան տամ, համենայնդեպս ոչ Նիկոլ Փաշինյանը։ Հենց Կարապետյանը, ուժեղ ու դիվանագետ։ Որ ժողովրդի տեր պիտի կայնի, ժողովրդի մասին առաջնակարգ մտածի, ոչ թե իրական բանի մասին։ Իսկ ում եք տեսնում ըստ վարչապետի թեկնածուներից։ Դա հիմա հետի բանա, բայց ոչ Նիկոլի։ Կարծիքով Ռոբերտ Քոչարյան։ Եվ Որպես փորձառու, որպես պատերազմի ովով անցած մարդ, բազմափորձ մարդ, որպես ուժեղ երկրի ղեկավարը արտաքին էլ պետք է մի գեղեցիկ լինի, դուրս է գնում, ներս է գալիս, հանդիպում է, բոյն էլ, մյուսն էլ, ամեն ինչ էլ համապատասխան է։ Բարի, ուժեղ, թոշակները բարձրացնեն, գումարը բարձրացնեն, որ կարողանանք ապրենք։ Ես որովհետև պայծառատես եմ իսկ, դներեք, բայց Նիկոլի պահով կարող եմ ասեմ, հենց առաջի օրվանից, որ ընտրվել է, ես արդեն իմացել եմ ինչ ծրագիրներ ունի, ինչ պլաններ ունի, ես անգիր գիտեմ։ Ուժեղ, հավատալի, սրտացավ։ Աշխատավարձի ավելացում անի, ժողովուրդը ապրեն, չենք ասում ելնենք հարուստների հարուստը մի չակ ապրեն գոնե, սենց ապրիլ չի լինում, ես ապրիլակեպ չի, գործի տեղ տա, իմ տարիչիս ջորա ես քնամ աշխատանք, ունենամ աշխատեմ։ Ես սովետի մարդ եմ, սովետի վախած ծնված, մեծացած, այն վաղվա կյանքը ուրիշ էր, հիմա ուրիշ է, ես կցանկանայի, որ բարեխիղճ, լավ ղեկավար լինի, ժողովրդի մասին մտածի, մարդկանց աշխատատեղեր լինի, բարձր աշխատավարձ լինի, սա բնակչությունը ամենատեղ մարդկով գնամ հաց են առում, ամոթել է։ Ուժեղ ղեկավար, բարի ղեկավար, ժողովրդի մտածող, ժողովրդի մի հոգսերի մեջ մտածի, ժողովրդի խնդիրներ ունեն։